Բարի կեսօր, Reopen Media-ի Renews լրատվականը սկսում է իր աշխատանքն ուղիղ եթերում, տաղավարում Աննա Մարգարյանն է։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար։ Մինչ Իրան-Իսրայել հակամարտության զարգացումներին անդրադառնալը, խոսենք ազգային ժողովում աղմուկ հանած օրինագծից։ Ազգային ժողովը մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ 0, դեմ 86, ձեռնպահ 1։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այն դրական եզրակացություն չէր ստացել նաև գլխադասային հանձնաժողովի նիստում։ Իսկ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իրանը սկսել է հրթիռային ու դրոնային հարձակումների իրական խոստում 3-րդ գործողության 9-րդ ալիքը, ուղղված Իսրայելի ռազմավարական թիրախներին։ Հրետակոծվում են քաղաքներ, հարվածներ են հասցվում օդանավակայաններին ու ռազմական ենթակառուցվածքներին։ Ի պատասխան Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Իրանին, ակտիվացնելով իր պաշտպանական տեխնոլոգիաները։ Ռազմական գործողությունների այս փուլը կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է Իրանի գլխավոր շտաբի նոր պետ Ալի Շադմանիին, որը նշանակվել էր իր նախորդի սպանությունից ընդամենը 2 օր անց։ Մանրամասներն իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանի ռեպորտաժում։ Երեկուշ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ։ Ըստ Թաստիմ գործակալության կորպուսի օդատիեզերական ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ են արձակել օկուպացված տարածքների խորքում գտնվող կարևոր և ռազմավարական թիրախների վրա։ Իրական խոստում 3-րդ գործողության 9-րդ ալիքը կտևի մինչև լուսաբաց և կկրի համակցված բնույթ հրթիռների և հարվածային դրոնների համատեղ գրոհով, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նայինին։ Գործողության ընթացքում Իրանի զորքերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային և Թել Ավիվին։ Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, մինչև այդ ուղարկելով 140 դրոն։ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հրթիռային հարվածից 3 մարդ է զոհվել։ Ձեռնարկությունը շարքից դուրս է եկել։ Իրանի օդատիեզերական ուժերը ներկայացրել են Իրանի նորագույն Շահեդ 107 կամիկաձե անօդաչու թռչող սարքը։ Դրոնը կարող է թռչել ավելի քան 1500 կիլոմետր։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ դրան զանգվածային կիրառումը կարող է զգալի վնաս հասցնել Իսրայելի օդային պաշտպանության հնարավորություններին, իսկ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ևս մեկ իսրայելական գերժամանակակից F-35 կործանիչ, որը խոցվել է Թավրիզի մոտ։ Այն Իրանի ռազմաօդային ուժերի խոցած 4-րդ F-35 կործանիչն է։ Իսրայելն առաջին անգամ սկսել է օգտագործել լազերային հակաօդային պաշտպանության համակարգը, երկաթե ճառագայթը, իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանության բանակը ոչնչացրել է հսկայական քանակությամբ արձակման կայաններ և ընդհանուր առմամբ իրանական դրոնների պաշարի կեսը։ Նեթանյահուն ասել է, որ խոսել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ և կա պատրաստակամություն օգնելու խոցելու իրանական հրթիռները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հարվածներ են հասցրել երկիր-երկիր դասի հրթիռների տասնյակ կայանքների և զինապահեսների։ Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հորդորել է Իսրայելում և Պաղեստինում գտնվող իր քաղաքացիներին Եգիպտոսի սահմանով հեռանալ Իսրայելից։ Ավելի ուշ նման կոչեր ամերիկացիներին հղել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։ Իրենց քաղաքացիների տարհանումն Իսրայելից սկսել են Լեհաստանը և Գերմանիան Հորդանանի մայրաքաղաք Ամանի միջոցով։ Իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը հայտարարել է, որ Ալիևի ռեժիմը դերակատարում է ունեցել Թավրիզի ռմբակոծության մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանը թույլ է տվել ռադարային վերահսկողության խախտում Կաբալայի ռադիոտեխորոշիչ կենտրոնում, որը հանձնել է Իսրայելի կառավարմանը։ Նա պնդում է, որ Թավրիզի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքեր են արձակվել Նախիջևանից և Ղարաբաղից։ Ըստ Սալար Սեյֆի, Ադրբեջանը դիվերսիոն գործակալների ձեռքով Թավրիզում իրականացրել է լրտեսական և հետախուզական գործունեություն։ Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որի մասին ասել էի, X-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը իսրայելական կողմից արձակվող հրթիռների պատճառով զոհերի փաստն անվանել է անիմաստ մահեր ու մեծատառերով շեշտել, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Իսրայելին աջակցող գերտերության ղեկավարը զգուշացրել է, որ Թեհրանում գտնվող բոլորը պետք է անհապաղ տարհանվեն։ Կանադայում գումարված G7 գագաթնաժողովի ժամանակ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանը ցանկանում է մեղմացնել Իսրայելի հետ իր կոնֆլիկտը,
նշելով, որ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում։ Նրա խոսքով իրանցիները ստիպված են լինելու գործարք կնքել եւ դա ցավոտ է երկու կողմերի համար։ Սպիտակ տան ղեկավարը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տեղի կունենա անմիջապես ամերիկացի առաջնորդի մեծ յոթնյակի գագաթնաժողովից վերադառնալուց հետո։ Իրանի պաշտոնյաները միջնորդ երկրների դիվանագետների միջոցով ամերիկացիներին հայտնել են, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց միայն այն բանից հետո, երբ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։ Ըստ Washington Post-ի Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ջանքերը գլխավորել են Քաթարը եւ Օմանը։ Հիշեցնեմ, որ ըստ CNN-ի Թրամփը հանձնարարել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել հանդիպում իրանցի պաշտոնյաների հետ։ The Guardian-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ, պարզելու համար, թե արդյոք Իրանը կկատարի ԱՄՆ պահանջը դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության քաղաքական դիվանագիտական կարգավորմանը, այդ թվում միջուկային ծրագրի հարցում, այլընտրանք չկա եւ չի կարող լինել։ Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ իսրայելական կողմի ակնկալիքը, որ նման հարվածները կկարողանան վերացնել ինչպես միջուկային ենթակառուցվածքները, այնպես էլ այլ մտահոգությունները, որոնք զգում են Իսրայելի ղեկավարներն ու զինվորականները, ոչինչի վրա հիմնված չէ։ The New Indian Express-ը հաղորդում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի բարձր ռիսկային գոտիներից եւ ակտիվորեն քննարկում է Հայաստանի միջոցով տարհանման տարբերակները։ Հնդկաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր, Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո եւ այժմ Հայաստանը դիտարկվում է որպես անվտանգ ուղի նրանց տարհանման համար։ Հնդիկ դիվանագետները հայտնել են, որ արտգործնախարար Ջայշանկարը հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկելու այդ գործի լոգիստիկ եւ դիվանագիտական համակարգումը։ Ռուսաստանը Կիևի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների ալիքներով, առաջացնելով պայթյուններ եւ հրդեհներ։ Ռուսական դրոնի հարվածի հետևանքով Կիևում փլվել են բնակելի տներ։ Ըստ ուկրաինական աղբյուրների նախնական տվյալներով այդ հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ։ Զոհվածներից առնվազն մեկը եղել է ԱՄՆ քաղաքացի։ Զոհվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 55-ի։ Եվ նորից 79-րդ տարին բոլորած ամերիկացի եռանդուն նախագահի մասին։ Դոնալդ Թրամփը Կանադայում հայտարարել է, որ մեծ Ռուսաստանին մեծ ութնյակից հեռացնելը սխալ էր։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը մնար G7-ում, Ուկրաինայում պատերազմ չէր լինի։ Թրամփը կրկնել է, որ եթե 4 տարի առաջ ինքը նախագահ լիներ, Ռուսաստանը լայնածավալ ներխուժում չէր սկսի Ուկրաինա։ Հիշեցնեմ, Ռուսաստանի անդամակցությունը մեծ ութնյակին կասեցվել է 2014 թվականին Ղրիմի միացումից հետո։ 2017-ը Կրեմլը որոշեց ընդմիշտ լքել խումբը, որը G8-ից վերածվել է G7-ի։ 2018-ին Թրամփն առաջարկեց Ռուսաստանը կրկին հրավիրել G8, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Մոսկվան հետաքրքրված չէ դրանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի պաշտոնակից ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանակի քննարկումները, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին եւ ծրագրվող շփումներին։ ԵԱՀԿ մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակությունը բարձրաձայնել է Արցախի հայության բռնի տեղահանման եւ էթնիկ զտման հետևանքների հարցը։ Սակայն խաղաղ երկխոսությունը տապալվել է։ Ադրբեջանական կողմն արձագանքել է բացահայտ ագրեսիվ ռետորաբանությամբ, տրորելով դիվանագիտական վարքականոնների սահմանները։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս միջադեպը։ Որքան արդյունավետ են ԵԱՀԿ-ի գործիքակազմերն ատելության խոսքի դեմ։ Եվ արդյոք միջազգային հանրությունը պատրաստ է տեսնել Ադրբեջանի իրական դեմքն ու մանիպուլյացիոն գործողությունները։ Փորձել է պարզել իմ գործընկեր Դիանա Կարապետյանը։
Վիեննայում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող մարդու իրավունքներին նվիրված համաժողովում հայկական պատվիրակությունը վերհանեց Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանության, էթնիկ զտման եւ ատելության պետական քաղաքականության փաստերն ու հետևանքները։ Ադրբեջանի ներկայացուցիչները սկզբում հորդորում էին անցյալի վերքերը չշոշափել եւ կենտրոնանալ ապագայի վրա, սակայն այդ խաղաղասիրական հռետորաբանությունը երկար չտևեց։ Երկօրյա համաժողովի երկրորդ օրը ադրբեջանցի բանախոսներից մեկը, կորցնելով ինքնատիրապետումը, բացահայտ սպառնալիք հնչեցրեց հայկական կողմի հասցեին։ Այս հայտարարությունը սանձարձակ էր նաև նրանով, չնայած այսպիսի նարատիվներ իրենք արդեն 2023-ից հետո անընդհատ էին շրջանառում, ընդ որում երբ արցախցիների հետ խոսում ենք, բոլորն են հստակ փաստում եւ նաև հիշողություններում իրենց անընդհատ շեշտում, որ երբ սահմանը անցնում էին, իրենց անընդհատ այդ սահմանին հակարի կամուրջի վրա անդադ ասում էին, բայց ուր եք գնում, ձեզ ոչ մեկ չի պարտադրում, որ գնաք եւ այլ, այսինքն իրենք ի սկզբանե նաեւ նախապատրաստում էին այս խոսույթը։ Եվ այնտեղ ուղղակի ընդ որում հենց փոխդեսպանի կողմից, այսինքն սա հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հայտարարություն չէր, այլ հենց պետության ներկայացուցիչի հայտարարությունն էր, որ ինչ էթնիկ զտման մասին է ընդհանրապես խոսքը, այլ որովհետեւ Հայաստանը ուներ ժողովրդագրության խնդիր, դեմոգրաֆիկ խնդիր, բնակչության պակաս, հենց այդ բառերը նաև օգտագործեց եւ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը ամեն ինչ արեց, որ ղարաբաղցիները իրենց բառերով եմ օգտաբառերն եմ կիրառում, չինտեգրվեն Ադրբեջանին։ Այսինքն կարելի է կարծել արցախցիները մեծ ցանկություն ունեին ինտեգրվելու եւ Հայաստանը իրենց պարտադրաբար բերեց, այսինքն մոտապես այս էր ամբողջ կոնտեքստը։ Հայաստանը պարտադրաբար արցախցիներին բերել է Հայաստան։ Սա իրականում իրենց են չստացված արդարացումներ։ Այս արտահայտությունը ոչ միայն ցնցող էր, այլ նաև ամբողջությամբ պատրեց Ադրբեջանի փափուկ ուժի կեղծ դիմակը։ Արձագանքը անմիջապես հնչեց Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի կողմից։ Շատ ցուցիչային էր այս համաժողովը, որովհետև եթե նախկին համաժողովների ընթացքում սովորաբար խուսափում էին, սովորաբար ավելի մեղմ բառապաշար էին կիրառում, այստեղ շատ այդպես սանձարձակ էին եւ ագրեսիվ։ Իսկ արդյոք ունի ԵԱՀԿ-ն գործիքակազմ նմանատիպ բացահայտ ատելության խոսքի դեմ պայքարելու համար։ Աբրահամյանը անդրադառնալով այդ հնարավորությանը նշեց, որ այսօր ԵԱՀԿ-ի ձեռքի տակ առկա գործիքները հիմնականում խորհրդատվական բնույթ ունեն։ Այդ նույն ներկայացուցիչը մեզ ասաց, եթե պատերազմ եք ուզում, հաջորդ պատերազմը կլինի Հայաստանում եւ այդ ժամանակ հաջորդ պատերազմի ընթացքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը ընդհանրապես եւ մենք, իր խոսքերն եմ մեջ բերում, եւ մենք թուրքական թեյ կխմենք Կապույտ մզկիթում։ Սա իհարկե հստակ ուժի սպառնալիք էր, երբ ես իմ պատասխանում ուղղակի ասացի եւ կոչ արեցի մոդերատորին, կազմակերպիչներին, որ մեխանիզմ պիտի ունենաք ուղղակի դադարեցնելու նման ելույթներ, այսինքն անձը իրավունք չունի շարունակել նման ատելության խոսք եւ սա ատելության խոսք էլ չէր անգամ, այսինքն ուժի սպառնալիք էր, որը ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, որի համար նաև այդ ամբողջ հավաքն էր։ Եվ ցավալիորեն ընդամենը կոչ էր արվում մնալ կոռեկտության սահմաններում, ընդ որում այդ նույն կոչի ինձ արվեց։ Այս միջադեպը ցուցադրեց, որ խաղաղության լեզուն եւ պատերազմի սպառնալիքը Ադրբեջանում հաճախ նույնացվում են մեկ եւ նույն դեմքով, եւ որքան էլ փորձեն դրանք փաթեթավորել քաղաքացիական դիվանագիտության անվան տակ, միջազգային հարթակները երբեմն դառնում են այն վայրերը, որտեղ ռեժիմի իրական նպատակը բացահայտվում է հենց իր ներկայացուցիչների միջոցով։ Դիանա Կարապետյան, Գևորգ Սիանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Իրան-Իսրայել հակամարտությունը որպես տարածաշրջանային լարվածության աղբյուր անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Առևտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ, որոնք վերջին տարիներին էական դեր են խաղացել Հայաստանի արտաքին առևտրում, սկսել են բարդանալ։ Կառավարությունից հայտարարում են, Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Տուժում են ինչպես Հայաստան ապրանքներ կրողներն, այնպես էլ արտահանողները։ Նյու Յորքի դատարանը մերժել է China Construction America Incorporation-ի վերաքննիչ բողոքը։ Գերագույն դատարանի հոկտեմբերին կայացրած որոշման դեմ, որով պարտադրվում էր Բահամյան կղզիներում գտնվող Բահամար խաղատան հանգստավայրի սկզբնական սեփականատիրոջը վճարել 1.6 միլիարդ դոլար գույքի նկատմամբ վերահսկողությունը ձեռք բերելիս բազմաթիվ խարդախությունների համար։
Այդ չարաշահումների հետևանքով իր ներդրումները կորցրել է Սարգիս Իզմիրլյանի BML Properties Ltd ընկերությունը։ 1.6 միլիարդ դոլարի փոխհատուցումը ներառում է նրա ընկերության 845 միլիոն դոլարի ներդրումը գումարած 2014 թվականից կուտակված տոկոսները։ BML-ը հայտարարել է, որ վերջին որոշումն իր ընդհանուր փոխհատուցումը հասցնում է ավելի քան 1.7 միլիարդ դոլարի։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ահազանգել է, որ եթե այսպես շարունակվի, Ամերիկան փաստացի կսնանկանա։ Դրանից հետո բոլոր հարկային եկամուտները կուղվեն պետական պարտքի տոկոսների վճարմանը եւ ուրիշ ոչինչ չի մնա, նշել է նա։ Հիշեցնեմ, որ մինչև վերջերս Մասկը Թրամփի թիմակիցն էր եւ նրա կառավարությունում գլխավորում էր պետական միջոցների ծախսման արդյունավետության գերատեսչությունը։ Երկրի բյուջեի շուրջ արմատական տարաձայնությունից հետո Մասկը լքել է Թրամփի թիմը։ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անտիլիասի մայրավանքում կայացել է կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիագումար նիստը։ Ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանության վերաբերմունքն ամենայն հայոց կաթողիկոսի եւ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեվորականների դեմ եւ խստորեն դատապարտել է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկելիս օգտագործած ոճը։ Արձանագրելով Հայաստանի Սահմանադրությամբ պետություն եկեղեցի հարաբերությունների տարանջատումը եւ եկեղեցականներին վերաբերող հարցերը եկեղեցական կանոնադրությամբ քննելու իրավունքը, ժողովը շեշտել է, որ հայրենիքի դիմագրաված գոյաբանական խնդիրների եւ անվտանգությանը սպառնացող իրավիճակների դիմաց անհրաժեշտ է նպատակաուղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ, մերժելով նման բաժանարար եւ պառակտիչ փորձերը։ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ինչպես միշտ այս հանգրվանում եւս զորակցում է ամենայն հայոց կաթողիկոսությանը, մերժելով նրա դեմ կատարած որևէ ոտնձգություն, նշված է հայտարարությունում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Եթերում ենք լինելու ժամեր անց 15:00-ին։ Դուք կարող եք հետևել մեզ մեր լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X, Facebook հարթակներում։ Մեր երիտասարդ թիմին աջակցելու համար դուք կարող եք նաև հանգանակություններ անել Reopen Media-ի հարթակում Donate կոճակի միջոցով։ Տաղավարում աշխատեց Աննա Մարգարյանը։ Առայժմ